Աստծո որ բոլորս այստեղ են։ Ամեն։ Թող Աստված մեզ իր շնորհը տա, Սուրբ Հոգին տա, որպեսզի ուսումնասիրենք եւ ճիշտ հասկանանք եւ ճիշտ իրագործենք մեր կյանքում։ Ուրեմն սկսում ենք նոր գիրք, 5 գիրքը բրծավ, նոր գիրքը կոչվում է Հավիտենական կյանք եւ առաջին դասը կոչվում է Ապստամբություն կատարյալ տիեզերքում։ Ուրեմն մենք գիտենք, որ Աստված ստեղծել է մարդկանց, որպեսզի մենք այս կյանքը վայելենք եւ ամեն ինչ տվել է, որպեսզի մենք ուրախ լինենք եւ վայելենք այս կյանքը։ Բայց նաեւ գիտենք, որ ինչ պատահեց։ Ադամն ու Եվան մեղանչեցին եւ մեղքը մտավ աշխարհ եւ ցավոք մեղքի հետ մտավ նաեւ մահը եւ շատ մարդիկ դրանից հետո այնպես չի որ մենք սովորել ենք մահվան ամեն մի մահվան հետ մենք սփում ենք եւ դա մեզ նորմալ չի թվում ինչի որովհետեւ մեր մեջ դրված է այդ փափագան մահության եւ շատ մարդիկ ֆանտաստիկ գրքեր են գրել այդ մասին անմահություն ձեռք բերելու մասին եւ Աստվածաբան Էմիլ Բրուները ասում է որ ինչպես որ թթվածինն է թոքերի համար նույնպես եւ հույսն է մարդկային կյանքի համար եթե վերցնես թթվածինը մարդը կմեռնի վերցրեցիր հույսը մարդը հասնում է հուսահատության, որը բերում է ինտելեկտուալ եւ հոգեվոր ուժերի պարալիչի։ Ուրեմն մենք գիտենք, որ այո, գիտաֆանտաստիկ գրքերը որ կան ստի հետ խառնված են, բայց մենք ունենք Աստծո հաստատ խոստումները հավիտենական կյանքի մասին եւ մենք այդ ուղղությամբ ենք քայլում։ Ուրեմն հիշելու համարն է այսօրվա Եսայա 14-12 Ով արդուն ծագող արուսյակ, ինչպես երկնքին ինկար, ու մինչև գետինը կործանեցար, դու որ ազգերը նկում կնեիր։ Ուրեմն ում մասին է խոսքը։ Սատանայի մասին։ Այո։ Որը ժամանակին եղել էր ծածկող քերովբե, եւ ուրեմն շատ փիլիսոփաներ եւ մտածողներ փորձում են գտնել պատճառը, ինչի է այսօր չարության մեջ աշխարհը։ Բայց մենք գիտենք, որ հաստատ պատճառը, ճիշտ պատճառը գրված է Աստվածաշնչում եւ այս համարից է սկսում է մեղքի պատմությունը։ Երբ որ Արուսյակը ծածկող քերովբեն, որ ամենաբարձր պաշտոնն էր զբաղեցնում երկրում, ինչ եղավ, ապստամբեց Աստծո դեմ։ Եվ մենք տեսնում ենք, որ ամբողջ բնությունը ինչի մասն է վկայում, Աստծո սիրո մասին։ Շատ գեղեցիկ է, չնայած որ աղավաղված է, օրինակ վարդի վրա փշեր կա, կամ կա մի գեղեցիկ թռչուն, ռուսերեն տուկան, չգիտեմ հայերեն ոնց է, որ շատ գեղեցիկ է, բայց խաբուսիկ է այդ գեղեցկությունը, որովհետև ինքը շատ չարություն իր մեջ, գնում է ուրիշների բները եւ իրանց ձագերին ուտում է, ուրիշ թռչունների բները։ Այսինքն այդ գեղեցկության հետ միասին միախառնվել է չարությունը։ Եվ մենք գիտենք, որ Աստվածաշունչում գրած է, որ Աստված սեր է։ Բացենք առաջին Հովաննու 4 գլխի 7-ից 16 համարները կարդա։ Առաջին Հովաննու
Ողոր բացի բացած ունի պատրաստի փոխկարկը առաջին Հովանու 4 7-ից 16 Առաջին Հովանու 4 7-ից 16 Սիրելիներ, մեկ սիրենք, բասնզի սերը աստուծմե է, ամեն ով որ կսիրե աստուծմե ծնած է ու ճանչնալ Աստված, ան որ չի սիրեր Աստված չի ճանչնալ, բասնզի Աստված սեր է, այս բանին մեջ աստոսերը մեր վրա հայտնի եղավ, որ Աստված իր միածին որդին աշխարհ գեց որպես անոր միջոցով ապրենք, այս բանի մեջ է սերը, որ ոչ թե մենք սիրեցինք Աստված, հապա որ անիկա մեզ սիրեց ու իր որդին գեց մեր մեղքերուն կապությունը լալու Սիրելիներ, եթե Աստված մեզ այսպես սիրեց, ուրեմն մենք ալ պարտավոր ենք մեկ սիրել։ Մենք երբեք Աստված դեսած չէ։ Եթե մեկ սիրենք, Աստված մեր մեջ պիտի փրագի ու անոր սերը գադարյալ պիտի լա, ասոր գիտենք, թե մենք անոր մեջ կպնագինք ու անիկա մեր մեջ, որ հոգին մեզ դվավ։ Մենք տեսանք ու վկայենք, թե Հայրը իր որդին գեց աշխարհի բրկիչը լալու, ով որ գտավանի, թե Հիսուս Աստծո որդի է, Աստված անոր մեջ կպնագի անալ Աստծո մեջ։ Մենք ճանցանք ու հավատացինք, թե Աստված մեզ կսիրե, Աստված սեր է, ան որ սիրո մեջ կպնագի, Աստծո մեջ կպնագի ու Աստված անոր մեջ։ Աստծո սերը մեր վրա կատարյալ գլա, որպես համարձակություն ունենանք Դատաստանին օրը, ասեն ինչպես էին նույնպես ալ մենք ենք այս աշխարհի մեջ։ Okay, շնորհակալություն։ Սոսերը ասում են, որ Աստված սեր է, բայց մարդիկ զարմանում են, այլ մյուս համաներում ասում են, որ Աստված ամենակալն է։ Զարմանում են, եթե Աստված սեր է, ուրեմն որտեղից է չարության հետևանքները մեր աշխարհի վրա։ Եվ երբ որ մենք գիտենք, որ արհեստական ծաղիկները կամ խաղալիքները, չէ, կամ ասենք կենդանիներ են խաղալիք, կարող են գեղեցիկ լինել, հետաքրքիր լինել, բայց իրականում իրանց մեջ կյանք չկա։ Եվ դրանք չեն կարող, օրինակ ծաղիկը արհեստական չի կարող բուրել։ Եթե ծաղիկը չի բուրում, ուրեմն ինչ իմաստ ունի։ Եվ այդ խաղալիքը, որ բերում նվիրում են երեխայի, անշուշ խաղալիք է եւ չի կարող սիրով պատասխանել երեխային, չէ՞։ Այսինքն Աստված մեզ ստեղծել է այդ բանը մեր մեջ դրած, որ մենք սիրենք եւ սիրվենք, եւ դա է կյանքի իմաստը։ Աստծո նախագծված կյանքի իմաստը դրանումն է։ Եթե սիրեին մարդիկ իրար այսօր չեն լինի այդ չարությունը։ Եվ շատերը ուրեմն ասում են, եթե Աստված սեր է, եւ եթե գիտեր, որ այսքան խնդրեմ պիտի առաջանա, ուրեմն ինչի Արուսյակին ստեղծեց, կամ ինչի թույլ տվեց այս ամբողջը, ինչի չծրագրավորեց մարդկանց, որպեսզի այդպես բան չլիներ։ Բայց եթե մարդը ծրագրավորված է, արդեն ինչ է նշանակում, որ ինքը ընտրության հնարավորություն չունի, որ ամեն ինչ իր մեջ նախասահմանված է։ Իսկ Աստված մեզ տվել է ընտրության հնարավորություն, որ նշանակում է ազատություն է տվել, ինքը մեզ վրա չի բռնվում։ Եվ ուրեմն այս ամբողջ չարությունը գալիս է մեր ընտրություններից, ոչ թե Աստծո նախախնամությունից։ Մենք գիտենք ինչ, կարող ենք ծեծելով ենթարկացնել երեխայի, կարող ենք տարբեր ձևի, բռնի ձևերով, բայց մեր երազած ինչ է, որ երեխան մեզ սիրի, սիրով ենթարկվի, եւ Աստված էլ հենց դա է ասում։ Ուրեմն, եթե Աստված մեզ առանց ընտրության ստեղծեր, առանց մեզ տվել է բանականություն եւ դրա հետ մեկտեղ պատասխանատվություն եւ դրա հետ մեկտեղ պատասխանատվությունը ինչ է կարգադրում, որ մենք ընտրության հնարավորություն ունենք։ Եվ եթե չունենայինք, ռոբոտների սերունդ պիտի լիներ։ Իսկ դա սարսափելի է, եւ ռոբոտը չի կարող սիրի եւ սիրվի, չի կարող։ Այսինքն դա առանց զգացմունքների, առանց բանականության, ուղղակի ծրագրավորված բանականությունը։ Եվ շատ մարդիկ, երբ որ սա ասում են, պետք է սկզբից մի հատ պատկերացրեն այդ կյանքի այդ աշխարհը, թե ինչ կլիներ, եթե բոլորս ռոբոտային լինեին, ոչ թե մեր սերը անկեղծ լիներ, այլ ռոբոտի պես,
ուղղակի ծրագիրը դրածը մենք շփվում ենք։ Այդ ծրագիրը դրածը լավ խոսք եք ասում։ Եվ ուրեմն մենք էլ երբ որ երեխա ենք ունենում, ինչ է ռիսկի ենք դիմում, չէ՞։ Մենք գիտենք, որ կարող է այդ երեխան երջանկություն բերի մեզ, բայց կարող է իր վարքում դժբախտացնի։ Բայց դա մեզ հետ պահում է արդյոք այդ երեխային ունենալուց, չէ՞։ Մենք սիրուց դրդված ենք երեխա ունենում։ Նույնը, Աստված սիրուց դրդված ունենում է, ստեղծեց տարբեր հրեշտակների եւ նաեւ մարդկանց։ Բայց ինքը գիտե, որ այն ազատությունը, դրության նարությունը, որ ինքը տվել է, այո, կարող է վտանգավոր լինել։ Կարող է մեկը այդ էակներից սխալ որոշում կայացնել եւ դրա համար ինքը ծրագրեց ինչ անի։ Ինքը համաձայնեց իր որդուն զոհի։ Եվ այսինքն ինքը չի թողել մեզ առանց օգնության։ Ուրեմն շատ մարդիկ փորձում են հասկանալ որտեղից չարությունը եղավ, դրա համար մենք հիմա կկարդանք Եզեկիել գրքի 28 գլխի 12-ից 19 համարներն։ Ով կարող է բացել, արա։ Եզեկիել քանի 28 12-ից 19։ Ուրեմն մեկից մինչև 10-ը խոսում է Տիրոսի թագավորի մասին, որի մասին ասում որ շատ անբարտավան էր եւ շատ գոռոզացած էր եւ իրան դրել էր Աստծո տեղ։ Եվ հետո դրանից հետո փոխանցվում է արդեն սկսում է խոսալ երկնային էակի մասին 12 համարից մինչև 19։ 28 գլխի 12 համարից։ Որդի մարդոտ, Տիրոսի թագավորի վրայով ողբավ անորսել, Տեր Եհովան այսպես կսել, դուն, որ կատարելության կնիքն ես, իմաստությամբ լեցված ու գեղեցկության մեջ կատարյալ ես, դուն Աստծո դրախտին Եդեմին մեջ էիր։ Այսինքն ստեղից պարզ է, որ խոսքը ոչ թե Տիրոսի թագավորի մասին, այլ Տիրոսի թագավորը խորհրդանշում է Արուսյակին։ Քու ծածկոցդ ամենեն պատվական քարերը լինի, սարդիոն, տպազիոն ու ադամանտ, ոսկեքար, եղնգաքար ու հասպիս, շաչուղակ, արկեհան և զմրուխտ ու ոսկի, քու թմբուկներուդ ու սրինքներուդ գործը քո ստեղծման օրը քեզի պատրաստվեցավ։ Այսքան շատ փառահեղ ստեղծեց այս էակին Աստված։ Դու տարածված ու ծածկող քերովբեմն էիր, ու ես քեզ դրի, այսքան ամենաբարձր պաշտոններում զբաղացնում էիր երկրում։ Դու Աստծո սուրբ լեռանը վրա էիր, դու հրեղեն քարերուն մեջտեղները կշրջեիր, այսինքն Աստծո բնակավայրում, դու ճամփաներիդ մեջ կատարյալ էիր, այսինքն Աստված անկատար, մեղավոր, էակ չի ստեղծել, կատարյալ էակ էր Աստված ստեղծել։ Քու ստեղծված օրեր մինչև այն օրը, երբ քո վրա անօրինություն գտնվեցավ։ Հետաքրքիր է, ոչ թե չի ասում է կրավորական ձևով գտնվեցավ, այսինքն պատճառը չկա, իր ապստամբության համար, ռմբոսության համար պատճառ չկար, բայց հանգարց այդ անօրինությունը գտնվեց։ Հիսուս ասում է զուր տեղ ինձ ատեցի, որտեղ մեղքը էդի Աստծուն ատելն է եւ զուր տեղ, այսինքն պատճառ չկար։ Նկարագրում Աստված, թե ինչ քաղաքի մեջ էր այս էակին ստեղծել, բայց հանկարծ այս էակը ապստամբեց։ Եվ ինչ պատահեց, ասում է քու առևտրի շատությանը մեջ բռնությամբ լեցվեցար ու մեղք գործեցիր։ Այսինքն երկնքում ինչ առևտուր։ Երկնքում ոչ փող կա, ոչ առևտուր կա։ Ստեղ խոսքը գնում է հոգևոր առևտրի մասին։ Առևտրն այն որ ասում է առավ տվեց, այսինքն ինչ որ մարդ անհանգիստ վիճակում է, մտածում է, որ ինչ որ անարդարություն կա իր հանդեպ եւ սկսում է մտքի մեջ առևտուր անել։ Ինչի ես չպիտի լինեմ ստեղ, ինչի ասենց, ինչի անեց։ Եվ ուրեմն այս խնդրումը սկսեց այնքան լավն էր իրան ստեղծել Աստված, այնքան կատարյալ, որ այս էակը, այս ծաղկող քերուբեն մտածեց, որ ինքը կարող Աստված լինել։ Ես ալ քեզ Աստծո ուրեմն ասում բռնությամբ լցվեցա, բռնություն որ չկար երկնքում, այդ առևտրի, հոգևոր առևտրի պատճառով բռնություն ստեղծվեց այս էակի մեջ։ Եվ մեղք գործեց, բռնությունից բխեց մեղքը։
Բռնության հակառակը որն է, ազատությունը չէ, ընտրության հնարավորությունը։ Եվ ես ալ քեզ Աստծո լեռեն իբրև պիղծ վառնետեցի եւ քեզ օգծած կողքերով է հրեղեն քարերուն մեջ են հնաճի ջրի։ Այսինքն այնտեղից որտեղ մենք ապրում ենք, քեզ դուրս անեցի։ Քո գեղեցկությանդ համար սիրտը թպաշտացա։ Տեսեք ինչի՞ց սկսել։ Քո վայելչությանդ պատճառով քո իմաստությունդ ապականեցիր։ Ես ալ գետինը նետեցի քեզ, թագավորների առջև դրի ազատության համար։ Քո խարդախ վաճառականությունովդ եւ աներություններովդ քո սրբությունները պղծեցիր։ Ես ալ քո մեջը կրակ հանեցի, անիկա քեզ կերավ ու բոլոր քեզ տեսողներին աչքին առջև քեզ գետնի վրա մոխիրրի։ Ազգերու մեջ ամեն քեզ ճաշցողները տժգունեցան, դու սոսկոմի պատճառ եղար ու հավիտյան ոչնչացար։ Իհարկե, ես հավանում մի անգամից գրած ա, որ Աստված իրան դուրս անեց, բայց մինչև այդ պայքար տեղ ունեցավ։ Հետո կկարդան հայտնության մեջ ասում այդ համարը։ Եվ այդ մեծ պայքարից հետո նոր դուրս խրտնվեց։ Այսինքն Աստված թույլ տվեց, որ ինքը գործի ու փսփսա ու ասի Աստված անարդար ա, ինձ դրեք Աստված, տեսեք ես ինչ արդար աշխարհ կստեղծեմ, տեսեք ձեզ ոնց կնայեմ, մենք այս օրենքի տարիքը չունենք, մենք կատարյալ էակներ ենք եւ այլն, այդ ավսանդությունը եղավ։ Աստված փորձեց խելքի բերել այս էակին, բայց չստացվեց եւ այդ ավսանդությունը տարածվեց։ Բայց Աստված թողեց, որ այս էակը բոլորին փորձի, բոլոր աշխարհներ ինչքան որ ինքը ստեղծել էր եւ նաեւ հրեշտակներին եւ թույլ տվեց, որ ընտրություն անեն։ Այս էակին են ընտրում, թե իրան են ընտրում։ Եվ երբ որ արդեն բոլոր ընտրություն էին այլ այդ վաղ ինքը բռնվեց երկնքից, որտեղ այնտեղ, որտեղ հետագան ստեղծվեց մեր երկիրը։ Եվ այս էակի մասին նաև խոսում է Եսայա 14 գլխի 12-ից 15-ը։ Եսայա 14 գլուխ 12-ից 15-ը։ Ով արդուն ծագող արուսյակ, ինչպես երկնքից ինկար, ու մինչև գետինը կործանվեցար, դուն որ ազգերը նկուն կնեիր, դուն սրտիդ մեջ ասած էր, երկինք պիտի ելվեմ, ու իմ աթորս Աստուծո աստղերեն դեր պիտի բարձրացնեմ, ու ժողովի լերը հյուսիսի քովերը պիտի բնակի, ամպերու բարձրություններու վրա պիտի ելվեմ, բարձրելոյն պիտի նմանի։ Տեսեք, Էսիակը չհասկացավ իր տեղի փառքը ավելի շատ ուզեց։ Ոնց կարա ստեղծված էակ ուզենա դառնա Աստված, փոխարինի Աստծու։ Այսինքն, երբ որ մարդ մի քիչ խելացի է, մի քիչ սիրուն է, մի քիչ սենց անեցա, սկսում է արդեն իր մասին շատ մեծ կարծիք կազմել, երբ որ կենտրոնանում է ինքը իր վրա։ Եթե ինքը կենտրոնացած մնա Աստծո վրա, որ տվել է այդ ամեն ինչի իրան, սա տեղի չի ունենա, բայց ինքը սկսեց նայել ինքը իրան, թե ինչքան լավն է ինքը։ Ուրեմն մեղքը սկսում է տեղից, երբ որ մենք սկսում ենք մեզ մոտ հիանալ, մեզ երկրպագուներ քննել, մեզ չգիտեմ ինչ կարծել, երբ որ ընդհանրապես մահկանացու էակ է, մի վարքյան մեկի թփագել, մենք չկանք։ Եվ ուրեմն ինչ պայքար տեղ ունեցավ, ամբողջ հայտնություն 12-ը, ուրեմն պրոբլեմը երբ որ առաջացավ, Աստված սկսեց պրոբլեմին լուծում տալ, ոչ թե ուղղակի անտարբեր նայել։ 12 գլուխը, բայց քանի որ ժամանակ չկա, 7 համարից կարդանք մի քանի համար։ Երկնքի մեջ պատերազմ ծագեցավ։ Միքայել ու իր հրեշտակները Վիշապի հետ պատերազմեցան։ Վիշապն ալ իր հրեշտակներով պատերազմեցավ։ Բայց Վիշապն մասին սովորաբար ասում Աստվածաշունչը։ Սատանայի մասին, այսինքն, որ դարձավ սատանա։ Բայց շկրցան դեմ գնալ։ Երկնքի մեջ ալտեղ չգտնվեցավ անոց։ Ուստի բար ձգվեցավ մեծ վիշապը, այն առաջվան օծը, այսինքն նկատի ունի այդ օծը, որի միջոցով Եվային գայթակվեց, որ բանսարկու սատանա կկոչվի, որ բոլոր աշխարհը մոլորեցուց։ Իր հրեշտակներն ալ իրան հետ բար ձգվեցան երկրի վրա։
Եվ մեզ ձայնը լսեցի երկնքի մեջ որ կսեր. հիմա եղավ մեր Աստծոյն փրկությունը, զորությունը եւ թագավորությունը ու անոր օծյալին իշխանությունը։ Վասնզի մեր եղբայրներին դեմ չար խոսողը բար ձգվեցավ։ Այսինքն նկատի ունի երկնային էակներին, որ անոնց դեր չարախոսություն կներ, մեր Աստծո արչեւ ցորեկ ու գիշեր։ Եվ անոնք անոր հաղթեցին գառնիկի արյունով ու իրենց վկայության խոսքով եւ իրենց կյանքը չսիրեցին մինչեւ մահ։ Այսօր համար ուրախացեք, ով երկինք ու անոր մեջ բնակողներ, վայ երկրին ու ծովում, վասնզի բանսարկուն ձեզի իջա, որ շատ բարկացած է, գիտնալով որ քիչ ժամանակ պիտի կենա։ Ուրեմն չարը գիտի, որ իր ժամանակը շատ կարճ է, եւ անդադար անգույն գործում է, առանց ժամանակ կորցնելու, որպեսի մարդկանց շեղի ճիշտ ճանապարհից, որպեսի մարդկանց քրթությունից զրկի, քանի որ գիտի իր կործանումը մոտիկ է, ոնց որ մենք կարդացինք Եզեկիելի մեջ, ասում է Աստված ասեց քեզ մոխիր կդարձնեմ, հենց քո մեջից կրակը կելին ու կվարի քեզ։ Ինքը ճիշտ է, շատ բաներ է ստեղծել հեքիաթներ, իբր թե հիմա դժոխք կա եւ ինքը դժոխքի կառավարիչն է եւ ինքն է որոշում թե ում ինչքան է դժոխքում, բայց ինքը այդպիսի բան չի ասված, ասում է դու պիտի մոխիր դառնաս։ Երբ որ ժամանակը գա եւ բոլոր մեղավորների հետ, երբ որ ինքը գծվի եւ դրա հետ բոլոր մեղավորները ուրախվել են այդ գրակի լճի մեջ։ Ուրեմն սա պիտի մեզ հույս տա, որտեղ Աստված ամեն ինչ պահում է կոնտրոլի տակ։ Շատ մարդիկ կարծում են դժվարությունների մեջ որ ընկնում են, կարծում են թե Աստծո համար Աստված անտարբեր է, չի տեսնում դա։ Բայց երբեք Աստված անգույն գործում է մարդկանց փրկելու համար, ինչպես իր Սուրբ Հոգին ուղարկելով, իր հրեշտակներին ուղարկելով։ Կա երկու բանակ՝ սատանայի բանակը եւ Աստծո բանակը։ Մենք այդ դրա մեջտեղն ենք։ Եվ մենք մեզ ներում չի լինի, եթե մենք պարտվենք, որովհետև Աստված ամեն հնարավորություն տվել է մեր հաղթելու համար։ Ամեն հնարավորություն։ Երկնքի հրեշտակներն են մեզ օգնական, Սուրբ Հոգին անընդհատ խրատում ու դաստիարակում է, ոչ բռնի, անընդհատ համոզում է եւ խրատում եւ դաստիարակում է։ Բայց սատանան էլ այն մյուս կողմից փսփսում է հակառակը։ Ուրեմն թող Աստված մեզ օգնի, որ մենք Աստծո ողորմությամբ ու շնորհքով երբեք այսօրը չընկնենք, ոնց որ այս փայլուն հրեշտակը կա։ Ինչից սկսեց ինքնահիացումից, որ գող չէր իր տեղով, որ ուզում էր ավելի բարձր տեղ գրավել։ Այսօր է դիրքը, հարստությունը, ամեն ինչը շատ մեծ գայթակղություն է մարդկանց համար։ Եվ ուրեմն թող Աստված մեզ օգնի, որ մենք ավելի շատ լսենք Սուրբ Հոգու ձայնը կամ միայն Սուրբ Հոգու ձայնը, թող տեն ժամանակ կա, որ մենք միայն Սուրբ Հոգու ձայնը լսենք եւ ենթարկենք այդ ձայնին։ Եվ միանանք Աստծո բանակին, Աստծո շնորհքով փրկելով, օգնելով փրկել մարդկանց, այլ ոչ թե սատանայի բանակին։ Թող Աստված մեզ օգնի։ Ամեն։